Բարոյցես, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ լսում եք, չէ՞։ Այո, շատ լավ լսում եք։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մենք հերվից մեծ ցավով հետևում ենք հայրենիքում տեղի ունեցած անցուդարձերին եւ մենք օգնություն ծեր հետ ենք եւ չափազանց նեղանում ենք, որ վարչապետ Փաշինյանը ամեն ինչ որ ասկային է, հայկական է, գործանում է եւ սկսելով Արարատներից, Սահմանադրություն, Արցախ, Հայաստանի սահմանի հողադարձ եւ այլն, այսպես շարունակելով, այսինքն մենք գործում ենք մեր հայրենիքը եւ ամենավերջին հայկարը, որ հիմա տեղի է ունենում այս օրերին Փաշինյանը թեմ Հայաստանի Հանրապետական եկեղեցի, ուրեմն ես ուզում եմ այս մեկ նյութը անդրել, որ շատ շտապացվեմ զանազան նյութերով, ուրեմն տեսնում եմ, որ ամիսների վեր երկուստեք վեճեր դեղին ունենում, Փաշինյանը ինչ-որ քայլեր անում, հայտարարություններ անում, թեկուզ որոշ չափով ռկտի պարապաշարով եւ ժամանակ առ ժամանակ Էջմիածինը հայտարարություններ է անում ի պատասխան, բայց այս վեճերը մեզ դեռ չեն հասցնելու, Փաշինյանը թիմում է ամեն տեսակ միջոցների իրավական եւ ոչ իրավական խախտումներով սահմանության օրենքներին, ինչ որ ես հիմա պիտի ներկայացնեմ մի քանի րոպեի մեջ, առանց խախտումների իրավական քայլեր են, որ Հայաստանի եկեղեցին կարող է ապարնել սկսելով Երուսաղեմի արաբոտ իրանից։ Ուրեմն առանց վիճելու Էջմիածինը պետք է ամենաշատս թիմե Երևանի առաջին ադյանի թադարան եւ ով ներկայացնե, որ վարչապետը խախտում է Հայաստանի սահմանությունը եւ այն թադարանները, որ ինքնաբաց վեճեր են արձակում Փաշինյանի, իրենք էլ խախտում են սահմանությունը եւ որ մի առաջնորդ, որ հանվել էր Վաշտոնից թադավոր որոշումը վերադառնա, այդպես իրավասություն չունի։ Ուրեմն անշուշտ այդ առաջին ադյանի թադարանում, որ թադավորը ֆրանկների ենթակա է, մի որոշում առնի ընդեմ եկեղեցու եւ եկեղեցին հաջորդ քայլի գտնում է, որ պետք է վերաքննիչ ադյանի թիմ է եւ այդտեղ էլ թադավորը ֆրանկի դագ է գործունեելու է եկեղեցին այդ թադներ, բայց այս երկու թադերը գործունելը ոչ մի պրոբլեմ չէ, որտեղ նպատակը այս երկու թադարանները չեն, այլ նպատակը այն է, որ Եվրոպական մարդկային իրավունքների թադարան եւ Հայաստանը անդամ է դեղ է պարտավոր է ենթարկվելու այդ թադարանի որոշումներին եւ այդ թադարանը նույնպես նախապայման պահանջում է, որ ուղղակի չդիմեն թադարան տարբեր երկրներից, այլ նախդիմեն իրենց վերական թադարաններին, հետո վերաքննիչ թադարան եւ երկու դեղ որ մերժվի, որ իսպարակային մերժվելու են, հետո իրենք իրավունք ունեն դելու թիմելու Եվրոպայի մարդկային իրավունքների թադարան։ Մի հարց կա, որ Եվրոպական մարդկային իրավունքների թադարանը բավական երկար ժամանակ է ապահովում մինչև որոշումի հանքի, որտեղ իրենք հայրավոր էպսուսի հայցեր ունեն Եվրոպայի բոլոր երկրներին, մանավանդ Թուրքիան եւ Ադրբեջանն։ Ուրեմն Եվրոպական թադարանը մի հատուկ սիստեմ ունի, որ որոշ բարականներում որ թիմում են թադարան, որպեսզի տարիներ չդեվի որոշումը, իրենք խնդրում են, որ թադարանը այս հարցին զբաղվի շտաբ ծավալով, ուրեմն շտաբ հարցին ընթացք տալու պետք է որ Էջմիածնի իրավապանը պետք է որպես շտաբ հարց ներկայացնի եւ անգամ որ Եվրոպական թադարանը զբաղվի այս հարցով ինձ համար շատ բարձ է, որտեղ 30 տարի հետևում եմ Եվրոպական թադարանի բոլոր որոշումներին, հազարավոր որոշումներին եւ գիտեմ թե իրենք ոնց են մոդելում հարցերին եւ ուրեմն Եվրոպական թադարանը շատ արագ պետք է որոշվի հետեւյալ երկու գեդերի հիման վրա մեկը այն է որ
Հայաստանի Հանրապետության սահմանությունը եւ առավել Հայաստանի կառավարությունը խախտում է եվրոպական մարդկային իրավունքների դատարանի սկզբունքները միջամտելով եկեղեցու ներքին հարցերին։ Ուրեմն երբ որ դատարանը այս հարցով զբաղվի որոշում դա ամենաշաբես գրանքեմ որ վարշավետը իդ վերցնի իր բոլոր հրանքները որոշումները եկեղեցու հարցերին միջամտելու եւ այդպեսով այս հարցը կփակվի ավելի օրինավոր վաճառացվող կանտե վեճերով։ Երկրորդ կապար որս ունեմ, այս մարտին վերջին օրերին որ մի քանի գազան 6 եպիսկոպոսների Փաշինյանը որոշեց որ արգելեն որ երկրից չբացակայեն, այսինքն նպատակային էր որ Ավստրիա չգնան եւ եպիսկոպոսած ժողովին չմասնակցեն, ուրեմն այդ 6 եպիսկոպոսների մեջ արձեմ 2 առնվազն եթե ոչ 3-ը ամերիկյան քաղաքացիներ են, ուրեմն Հայաստանի կառավարությունը իրավունք չունի արգելելու ամերիկյան քաղաքացին, որ երկրից դուրս գա եւ վերադառնա իր երկիրը կամ բոյգալ երկիր եւ այդ 3 առաջնորդները եպիսկոպոսները պետք է ամենաշաբես թիմին ամերիկյան տեսփանադուն եւ արիդեալություն ասեմ որ Ամերիկայի պետքարտուղարությունը բոլոր տեսփաններին աշխարհում է հրանք տված է որ այդ երկրները որտեղ իրենք ծառայում են եթե ովևէ ամերիկյան քաղաքացի թադական կամ իրավական հարցեր ունի տեսփանը ամերիկյան տեսփանը բարդավոր է սպառվելու եւ պաշտպանելու այդ ամերիկյան քաղաքացիի իրավունքներին չի կարելի է անդեսել որտեղ պետք է հրանք է Վաշինգտոնից եւ ուրեմն տեսփանը պետք է հանդիպի այդ ամբաստանյալի հետ եթե թադենի թադարան ներկայանա եթե բանդարգեն ներկայանա եթե իրավապան պետք է իրավապան դրամատրե ուրեմն ամերիկյան կառավարության ներկայացուցիչ տեսփանը բարդավոր է ամեն ինչ անելու որպեսզի նաև տեսփանը մոռացելու որ պետք է փող ներկայացնի Հայաստանի կառավարության որ իր ամերիկյան քաղաքացիների իրավունքները խախտում է զսպում է ուրեմն այսօր երկրորդ բայկար է օրինական ծևով Փաշինյանի առարկների դեմ ուրեմն այս բոլորի նպատակը որ Փաշինյանը անշուշտ բոլորը իմանում եք որ ինքը փորձում է որ այդ Ավստրիայի եպիսկոպոսած ժողովը խանգարի եւ չթողնի որ այդտեղ հավաքվեն բավարար եպիսկոպոսներ որպեսզի կորում լինի եւ նորմալ ժողով անեն Մեծ բաժարը որ 4 արդեն բանտեն 6 արդեն արգելված է դուրս գալ երկրից որովհետեւ այս հարցերը լուծեն որտեղ այս ժողովը սկզբում պետք է լիներ դեկտեմբերին բայց մտածելու որ պետությունը կարող է միջամտել այս ժողովի ընթացքին արգելելով որ առաջնորդները եպիսկոպոսները դրսից Հայաստան կան ժողովի մասնակցելու ուրեմն Այս պրոբլեմի լուծումը շատ բարձր է, ոչ պետք է Էշմիածյանն է ժողովը, ոչ էլ Ավստրիա գնալ, շատ բարձր զումով ամեն մարդ կմիանա, անոնք որ նույնիսկ արգելված է որ Հայաստանից դուրս գան այդ 6 եպիսկոպոսները, եթե ուրիշներ ևս լինեն, նույնիսկ կարելի է հաջորդ օրերին վեհապարին ճամփորդությունը արգելեն, բայց վեհապարը եւ 6 եպիսկոպոսները եւ միշտ բոլոր առաջնորդները եպիսկոպոսները Հայաստանից եւ Սփյուռքից կարող են զոմով միան առանց ճամփորդելու ոչ միտեղ նաեւ այս արիտը օգտակար է որ անփոփ տարեց եպիսկոպոսներն եւ հիվանդ են եւ չեն կարող ճամփորդել իրենց տանը նստելով զոմով կարող են մասնակցել ուրեմն էսի օգտակար կլինի որպեսզի կորում լինի մեծամասնությունը ժողովի մասնակից լինի եւ իսկ եթե բադահի որ կորում չլինի այսին կորում այսին առնվազն 51% եթե 51% սկզբունքը փոխի եւ ասել որ ոչ թե
բոլոր եպիսկոպոսների ներկա կամ բացակայ բոլորին 51% պետք է ներկա լինի, այլ ասել որ այդ եպիսկոպոսները որ ներկա են ժողովին, ներկա եպիսկոպոսների մեծամասնությունը պետք է որ այո քվեարկի որևէ որոշում։ Այսպեսով մենք հաղորդարձենք Փաշինյանի ծրագրին, որ խոչընդոտ է, որ կորում չլինի, ժողով չլինի, ճամփորդեն, արգելեն, իսկ վերջին գետնալ հետևյալն է, որ ստաչեմ Հայաստանում հայերենով ինչպես գասեք իսպանել, անգլերենով proxy vote գասեն, այսինքն քվեներ, որոնք ստահված անձնավորություններու քվեներ են և անոնք որ չեն կարող մասնակցել ժողովին, անոնք որ հանդում են օրինակի համար, անոնք որ արգելված է ելքը, անոնք որ դարեց են, իրենց քվեն նախորդ կհանձնեն, որ իրենք համաձայն են եպիսկոպոսի ժողովի որոշումներին, և ուրեմն իրենց քվեները կհաշվվի, այդ էլ օգտակար կլինի, որ կորումի հարց չծագի և կարող է որ հաջորդ օրերին Փաշինյանը նաև այլ եպիսկոպոսներ խոչընդոտ է որ ճամփորդեն, որովհետեւ այդ բոլոր խաղերը իզուլները լինեն, պետք է որ թե զումով անել և թե ստահված անձի քվեներով և նաև ներկաների մեծամասնությամբ։ Ուրեմն այսպես է որ պետք է մենք պայքարենք և ոչ թե անընդհատ բիջել, որտեղ բեժը մեզ դեռ չի հասցնելու։ Ուզում եմ այստեղ կանգնել, շնորհակալ եմ որ ինձ առիթ տվեցիք, որ իմ կարները գիսեմ ձեր հետ։ Մենք ենք շնորհակալ պարոն Սասունյան, բայց ես նաև կուզենայի ձեզ մի այսպիսի հարց տալ եւ ինչ դիտարկում ու խորհուրդ ունեք։ Գիտեք, որ երկուշաբթի, այսինքն ամսի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսը ժամանում է Հայաստան, նա լինելու է կառավարությունում եւ ես շատ կուզենայի, որ դուք ձեր դիտարկումը հայտնեիք ամբողջ երևի թե հայության ու նաև հայության այդ մտահոգությունը, որ Բաքվում գտնվում են մեր գերիները, այդ տաժանելի իրավիճակում հնչել են արդեն առաջին դատավճիռները ցմահի եւ երկարաժամկետ բանտարկության, ինչ է կարծում Միացյալ Նահանգները ինչ դերակատարում կարող է ունենալ, որպեսզի մենք մեր պատանդներին վերադարձնենք Հայաստան, ներառելով նաև Սփյուռքյան համայնքների այսպես ազդեցիկ ձայնը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Միացյալ Նահանգներում քրիստոնեական արժեքներին համենայն դեպս մեծ տեղ են հատկացնում, խոսում են համաքրիստոնեական այսպես միասնության եւ այդ արժեքների ամրակայման մասին։ Կարծում եմ ձեր տեսակետը եւ ներսից շատ կարեւոր կլինի, այսինքն ինչ քայլեր կարող ենք անել եւ ինչքանով իսկապես Միացյալ Նահանգները կարող է այդ առաքելությունը ստանձնել եւ օժանդակել մեզ։ Լսում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարց է։ Սկսեմ ամենը գլխավոր հարցից։ Մենակ գլխավորն է, որ Վարշավետ Փաշինյանը ոչ միայն օգտակար չի լինում, որ բանտարկներն Բաքվի բանդից դուրս կան, այլ հակառակը ամեն ինչ անում է, որ այդ քերիները մնան բանդում երկար տարիներ, որ ինքը վախենում, որ այդ քերիները շատ Պարսասիջան պաշտոնյաներ են, վերադառնան Երևան, կխանգարվի իր ունիսի վերընտրությունը։ Ուրեմն չեն կարող մենք վստահել Փաշինյանի վրա, որ քերիների ինվաստորը քայլ առնի շրջագարակը խոչընդոտում են։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Վենսի այցելության, ուրեմն շաբաթ ես բավական օրեր աշխատեցի, որ փորձեմ որոշ պատկաններ հղեմ այն մարդուց միջոցով, որոնք աստեցիկ են և սպիտակ բանետկաբեր ունեն, ուրեմն մի քանի այստեղ նպատակներ կային, մեկը այն է, որ որոշները անշուշտ երևակայական են և իրադես չեն, բայց մենք պետք է այդ հարցումները հարցնենք և նայենք որ մեկը իրեն կարող են կատարել, օրինակ Վենսը և որ փոխնախագահը և որ Բաքու գտնվի, արդյոք ինքը կարող է խնդրել Ալիևից, որ գնա և բանդում այցել է մեր հայ քերիներին, էդի մեկ, երկրորդ բողոք ներկայացնել, որ հայկական քրիստոնյա
այդ մոնումենտները գործանում են, այդ պետք է որ պահպանվեն եւ երրորդը երբ որ Հայաստան կա ոնսը ամենայն փորձի հանդիպել վեապարի հետ բնալով կամ էշմիազին կամ վեապարի մոտքալով ոնոց որտեղ եթե տեղի ունենա շատ մեծ հարված կլինի Փաշինյանի բարաբարության, որտեղ Փաշինյանը չի ընդունում, որ քաղաքին վեապարը ամենաիսկատողոսն է, այլ իրեն աշխարհական անունով կոչում է եւ ասում որ ինքը իրավունք չունի ոչ մի որոշում անելու եւ ուժգործների կարգալուց անելու, պաշտոնից անելու, եթե Ամերիկայի փոխնահատը հանդիպի վեապարի հետ, այդ հանդիպումը մեծ արձագանք կստանա ոչ միայն ժողովրդից եւ աշխարհից, այլ մանավանդ մեր իշխանություններից միայն թե ուզում ցույց տեղացնել մի շատ ցավալի մի հարց, որտեղ երբ որ փոխնակային մենք խնդրում ենք որ վեապարի այցելել պատասխանը լինում է որ Հայաստանի կառավարությունը չի ուզում որ ինքը վեապարի հետ հանդիպում ունենա, ինչ որ adică շատ վիրավորական ամեն հայոմար վիրավորական կեցվածք է, բայց ինչպես գիտենք իշխանությունները ամեն քայլերի թիմում են օրինավոր ապօրինի բարոյական, անբարոյական եւ անդադար խոսում որ իրենք փորձում են եկեղեցին բարելավել, ճիշտագարակն է իրենք ուզում են եկեղեցին ավելի խորը հարցերի մեջ մտնել եւ ոչ թե բարելավել։ Այդ